Ուրեմն բարև ձեզ։ Այս ձայնայինը հասցեագրված է կոնկրետ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, Սասունն ակարծեմ, գլխավոր դատախազ կոչված դիցուհուն, քննչական կոմիտե ԱԱՍ բոլոր ուժայիններին, կապված այսօրվա այդ դոտ շոու միջոցառման հետ։ Ուրեմն ես Վարդան Ղուկասյանս, ռադիկալ ընդդիմադիր կուսակցության ղեկավարս հայտարարում եմ, որ դոդի գագոն, նույն ինքը Գագիկ Ծառուկյան կոչված բոզի տղեն, 1 վայրկյան շուտ պետք է կալանավորվի, 2 վայրկյան շուտ պետք է դատապարտվի, եթե որևիցե մեկ, հիմա լսեք ինձ շատ, եւ ասում լավին լավ, վատին վատ, եթե որևիցե մի քաղաքական ուժ, եթե որևիցե մի, չգիտեմ, իրավունքի պաշտպան, ես եմ ինչ երևույթ, հելավ հայտարարեց, որ դոդի գագոն քախ բանտարկյալա կամ քախ հալածյալա, ես ռադիկալ ընդդիմադիր օպոզիցիոն ղեկավարս, այդ քաղաքական նման հայտարարություն անողի, որ բերանը կանեմ մեկ հրապարակայնորեն։ Դոդի գագոն իրավունք չունի համարվի քաղաքական գործիչ։ Դոդի գագոն բռնաբարող է, դոդի գագոն մարդասպան է, դոդի գագոն թալանչի է, դոդի գագոն բոզի տղա է, դոդի գագոն վաշխառու է, այդ դոդի գագան եւ այլն։ Կա Լեդի Գագա, կա դոդի գագա։ Ամեն ինչ, բայց ոչ քաղաքական գործիչ։ Հուսով եմ, սա հերթակսան միանշանակ համոզված եմ շոուի է, բայց ես հույս ունենամ, որ այս անգամ շոուն կգնա մինչև վերջ եւ կհասնի այդ նպատակին։ Նախ այդ բոզի տղուն պետք է զրկել օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այդ օլիմպիական կոմիտեն դա դեռ պետք է վերցնել։ 1. Երկրորդը, հելակ հայտարարիք, որ դրա տունը պիտի շինեք ծերանոց, այն խոզ դեպուտատը հելավ հայտարարեց։ Ծերանոց սարքողի տուն ու տեղը ծածկանեմ, դե հիմա վեկալեք սարքեք ծերանոց։ Սարքեք ծերանոց։ Այդ բիզնեսները, որոնք որ ձեռք են բերված ապօրինի ճանապարհով, այրան գներով, մարդկանցից խլելով եւ այլն, այդ ամենը պետք է ազգայնացվի։ Այդպես կաներ Վարդան Ղուկասյան, իհարկե ոչ թե մենակ դոդի գագոին, նա կանցներ նաև Լֆիկին, ես կանցնեի նաև Տաշիրի ունեցվածքին, Գազի Վարդանին, այդպես հերթով բոլոր ինչքան օլիգարխ կա։ Ես այդպես կանեի, բայց դուք իմ չափ չկաք, հիմա չգիտեմ, այդ դրա այդ երկու բոզի տղեկը, որ մեկը Բելարուսիայի ապաստան, թե ուզում են չափեն Ամերիկային, իմբիցիլն էլ տեղա չալի խփեք տարեք բանակ ու մեկ թողը տարեք բանակ, քիչ տանում հիմա։ Դոդի գագո պիտի բանտում մինիմում 10 տարի անցկացնի, մինիմում, եթե ոչ մաքսիմում, սմա։ Բայց դուք Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, ոչ դիրք ունեք, ոչ ուժ ունեք եւ այլն, չգիտեմ, այս թատրոնի չեմ ավարտելու, բայց ես հայտարարում եմ, նա քաղաքական հալածյալ չի եւ չի կարող լինել այդ բոզի տղան։ Որևիցե մի երկիր, եթե կլի ելույթ կունենա դոդի գագոյի պաշտպանության հասցեին, ես ինքս կպատասխանեմ այդ երկրին, կասեմ, որ ինքեր ջան, դու խաբար ես ով է դոդի գագոն, որ հերել ես դոդի գագոյի բանը պաշտպանը։ Ստեղ ես հույս ունեմ, որ ընկեր իրավապահ համակարգը կգնա մինչև վերջ, դատական համակարգի հետ միասին։ Այդ չի լինի հերթական բեմականացված ներկայացումը։ Ես ուշադիր հետևում եմ։ Դոդի գագոն այսօր պիտի գնա կալանքի, պիտի գնա ամիսներով պդի Երևան քերակատարողական հիմնարկում։ Դա դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի պահանջն է։ Ես ուշադիր հետևում եմ։ Նույնիսկ եմ ասում, նա քախալացյալ չի, նա քաղբանտարկյալ չի, նա միջազգային հանցագործ է։ Եվ նա պիտի դատվի։ Եվ ուշով ես հետևելու եմ, նա դատվելու է թե ոչ։ Այսքանը տարածեք թող հասնի բոլոր այդ ուժայիններին։ Այ եթե Վարդան Ղուկասյանն այսօր իշխանություն լիներ, Տաշիդը հետևից կեթար, Գազի Վարդանն էլ, Լֆիկն էլ, սաղ, ինչքան օլիգարխ կա այդ Հայաստանի Հանրապետությունում։ Սաղ էլ հավքել էի ես հիմա։ Բայց հիմա ներդրեք ինչ եք անում։ Դե հավքեք, դատեք, ես ուզում եմ տենամ, թե ոնց են ազերկնում յա բոլոր այդ ունեցվածները, տենամ անել եմ, թե հերթական բեմականացումն է։ Այսքանը տարածեք։